Ողջույն։ Այսօր խորհրդարանը քննում էր հակակոռուպցիոն կոմիտեի հաշվետվությունը։ Այդ հաշվետվության ժամանակ պարզ դարձավ, որ օրինակ 2025 թվականի արդյունքներով 890 վարույթ է հարուցվել, որից 617-ը կարճվել է։ Այսինքն, հարուցված քրգործերի 69.5%-ը կարճվել է, մի մասն էլ դատարանում է կարճվում։ Հարուցում են քրգործեր, թե թալան ենք հետ բերում, այդ մասին աղաղակում են, ռեպորտաժներ են սարքում, ազգային ժողովում ՔՊԱ-ները ելույթներ են ունենում, սաղին անվանում թալան չի, հետո քրգործերը կարճվում են գաղտնի։ Հակակոռուպցիոն մարմինն ասում է, թալանից պետությանն է վերադարձվել 1 միլիարդ 600 միլիոն դրամ, այսինքն 4 միլիոն դոլարից մի քիչ ավելի, բայց միայն 8 միլիոն դոլար պարգևատրվել են ՔՊԱ-ները։ Այսինքն թալանի վերադարձի մասին մեծ թվեր չկան, բայց կան մեծ թվեր այսօր բյուջեն լափելու մասին ու ՔՊԱ-ները լարվում են։ Սա այսօրվա լարվածության պատճառն էր։ Երեկ ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ցույց տվեց, որ հազիվ է մնում ադեկվատության սահմաններում, սակայն Ագնեսայի, Քրիստինեի հարցերից արդեն արեց այն, ինչ հաճախ է անում, անիմաստ գոռգոռաց ու ապավինեց դերասանության տաղանդին։ Ամեն երրորդ շաբաթը իշխանության թիվ 1 ճյուղը օրենսդիր մարմինը եւ ամեն 5 շաբթի իշխանության երկրորդ ճյուղը գործադիրը վերածվում են թատրոնի, վերածվում են կրկեսի, վերածվում են պոպուլիստական ու մանիպուլյացիոն սցենարներով ներկայացումների։ Ժողովուրդը այդ կառույցներից սպասում է իր կյանքում դրական փոփոխություններին միտված օրենքների որոշումների, բայց տեսնում է ամբաղ զամբաղ ելույթներ։ Վերցնում եմ ազգային ժողովի վերջին հարցուպատասխանը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ձայնագրություն է միացնում 3 տարվա վաղեմության, որտեղ մարդամեկը ասում է. Եթե խաղաղության պայմանագիրը չունի երաշխավոր, ընդ որում ազդեցիկ գերտերության, ուրեմն կարող է դա կնքեն 12 ժամ հետո լինի պատերազմ։ 3 տարի հետո Նիկոլը նախաստորագրում է պայմանագիր առանց երաշխավորի։ Պատգամավորը հարց է տալիս. Այն ժամանակ էիք ստում, թե հիմա։ Նիկոլը ընկնում է Պեչենու բաղերը։ Ինչ որ փոդքաստ է նայել, Էյնշտեյնի մասին բաներ են բացահայտել, տեսել է, որ աշխարհը փոխվում է, իրենք էլ են փոխվում, գաղափարներն էլ են փոխվում, ով դեբիլ չէ փոխվում է եւ այլն։ Գիտեք, պետությունները կազմում են մինչեւ 100 եւ ավելի տարիների անգամ ծրագրեր, ռազմավարություններ, ու այսօրվանից անում են այնպես, որ դա իրականանա։ Դուք 3 տարի առաջ ծրագիր եք պատմել, թե ինչ եք անելու, 3 տարի հետո այլ բան եք արել, այսինքն ընդամենը 3 տարվա ծրագիր չեք կարողանում անել, ինչ աշխարհի փոփոխություն։ Աշխարհը փոխվում է, աշխարհը բայց փոխվում է ամեն օր, ու այդ ամեն օր փոխվելը ձեր հեղափոխությունից չի սկսել, միշտ էլ փոխվել է աշխարհը։ Բա հմուտ ղեկավարը նա է, որ այդ փոփոխվող աշխարհում իր երկրի համար օգուտ քաղի, իր երկրի համար այնպես դասավորի, ոչ թե օգտվի առիթից, որ աշխարհը փոխվում է ու սա հանձնի։ Ոնց է լինում, որ այդ աշխարհի փոփոխությունից Թուրքիան օգուտ է քաղում, Ադրբեջանը օգուտ է քաղում, տարածքը առաջ է տալիս, Չինաստանը օգտվում է ու տնտեսությունը դարձնում թիվ 1-ը, Ռուսաստանը օգտվում է ու տարածքը մեծացնում, Միացյալ Նահանգները օգտվում է ու իր զենքերը ծախում, առևտրի վրա բարձր տոկոսներ դնում ու շահում։ Իսկ այդ փոփոխվող սաղ աշխարհից միայն դժողը մենք ենք դուրս գալիս։ Այո, աշխարհը փոխվել է։ Դրա համար էլ մենք էլ ուզում ենք ձեզ փոխենք, որովհետև չի կարող սաղ աշխարհը փոխվի, քո երկիրն էլ փոխվի ու ընկնի կես, բայց դու ստատիկ մնաս։ Չի կարող սաղ աշխարհը փոխվի, անկայունություններ լինեն ու միայն կայուն մնա Նիկոլի աթոռը։ Չի լինում այդպես։ Բայց չի կարող աշխարհի փոխվելը լինի խոստումները չկատարելու հիմք կամ առիթ։ Այսինքն աշխարհը փոխվեց, Ղարաբաղը, որ Հայաստան էր ու վերջ դարձավ Ադրբեջան է ու վերջ, բայց քո խոստումները մենակ Արցախի մասով չեն, հազարատ խոստում ես տվել։ Սաղ վերանայել ես աշխարհի փոխմանը զուգընթաց։ Այդ ինչ փոխվեց աշխարհում, որ խոստացել է իր նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ ու չկարողացար։ Այդ ինչ փոխվեց աշխարհում, որ խոստացել է իր շաքարի գործարան բացել, բայց չկարողացար։ Աշխարհում այդ ինչ է փոխվել, որի պատճառով չես կարողանում մետրոն բացել։ Քո խոստումներից մեկը եղել է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը, մյուս խոստումը եղել է արագաչափերի հանումը։ Ասում ես աշխարհը փոխվեց,
Արցախը հանձնեցի, բայց ինչը փոխվեց, որ չկարողացար արագաչափերը հանես։ Այսինքն ոչ մի բան էլ չի փոխվել այնպես, որ այս քո խոստումները չկատարվեն։ Արցախի հետ էլ աշխարհի փոփոխությունը կապ չունի։ Ուղղակի դուք անբաշար եք, անկարող եք, պրավալ եք տալիս սաղ։ Ու ցանկացած բան կարող ես խոստանալ այսօր, վաղը գաս ու էլի ասես գիշերը քնելուց առաջ ոդքասթ եմ նայել, հասկացել եմ, որ փոխվել է աշխարհը, չեմ կարող այսօրվա խոստումներն էլ կատարել։ Այո, մեկ օրում աշխարհը փոխվեց։ Եղավ պատերազմ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածեցին Իրանին, Իրանն էլ 10-ից ավելի երկրի։ Աշխարհը փոխվեց ու տարբեր երկրների տուրիստներն էլ մնացին փոփոխված մերձավոր արևելքում։ Այն որ Նիկոլ ասում է հայաստանցին կոֆե խմելու համար ոչ թե ջերմուկ է գնում, այլ Հռոմ, այս անգամ էլ կոֆե խմելու համար ոչ թե Հռոմ գնաց, այլ Դուբայ։ Պատերազմ է եղել, մնացել է այնտեղ։ Տարբեր երկրներ, կառավարություններ կարողացան պայմանավորվել, ինքնաթիռներ հատկացնել, իրենց քաղաքացիներին փրկել բերել։ Իսկ քպական իշխանությունը, որ քաղաքացուն հռչակել է գերագույն արժեք, ինչ արեց։ Փող խնայեց այդ գերագույն արժեքի հաշվին։ Քպական օլիգարխին փողկապակցված ընկերությունը Սամալյոտի տոմսը մի քանի անգամ թանկացրեց ու պատերազմական վիճակից քաղաքացին թանկ տոմսեր առած փախավ։ Արարատ Միրզոյանն ասում է. ուրեմն փող ունի, որ գնացել է հանգստանալու, դե ոնց գնացել է, թող նենց էլ հետ գա։ Դա արտգործնախարարի պատասխան է։ Այնքան երկիր կա, որի քաղաքացին ձեզանից բարեկեցիկ է, բայց պետությունը ինքն է իր միջոցներով հետ բերել, որովհետև իր համար իրոք գերագույն արժեք է իր երկրի քաղաքացին։ Արարատ Միրզոյանը հաշվում է 110 հոգի վերադարձել է։ Իսկ որ մեկն է քո շնորհիվ եկել։ Որ մեկին ես դու բերել։ Քպական ընտանեկան բիզնեսը հարստացել է պատերազմի գոտում գտնվող նեղ վիճակում հայտնվածների հաշվին։ Բայց մի հատ էլ հարց տամ։ Իսկ այս պահին Իրանում, Էմիրատներում, Իսրայելում, Լիբանանում եւ այլուր գտնվող մեր քաղաքացիները ինչ եք կարծում, սրանց հետ հույս կապում են։ Վստահաբար ոչ։ Իսկ Հայաստանում բնակվողներս սրանց հետ հույս կապում ենք։ Ինչու ծաղրածուն չի դառնում երկրի ղեկավար։ Որպեսզի այդ պաշտոնը չանլրջանա։ Մեզ մոտ կարծես ծաղրածուներ չեն վերցրել երկիրը, բայց անլրջացրել են երկրի ղեկավարի պաշտոնները ու երկրի ղեկավարի նշանակած պաշտոնները։ Կարճ ասած, ցավալի իրողությունը, որ մեր երկրում կառավարության վարչապետ աշխատողի խոսքը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ որևէ արժեք չունի։ Իրենք էլ են տեսնում, որ իրենց ելույթները ծաղրվում են, իրենց խոսքից, իրենց տեսանյութերից մեմեր են սարքում։ Իրենք էլ գիտեն, որ հանրությունը իրենցից սպասելիք չունի, ինչպես ասում են, քպնսաղ երգը երգել է, մնացել է վերջին տունը, ու դա տրամաբանական է։ Մեր քաղաքացին ոչ միայն մեզ հասած ողբերգությունների, այլև աշխարհի խառնակ իրավիճակի ֆոնին վստահաբար հիմա լավ հասկանում է, որ մեզ լուրջ ուժեղ իշխանություն ղեկավարը պետք, որ աշխարհի ցանկացած փոփոխությունից օգուտ կբերի երկրի համար, ոչ թե կօգտվի առիթից ու վարի կտա հանուն իր թիմի, հանուն իր փողի, հանուն իր կերի։